Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն հաջորդ ցուցանիշը վերաբերվում է դատախազության գործունեության ընկալմանը եւ նշենք այստեղ, որ դատախազությունը որպես կառույց չի իրականացրել հանրային կարծիքի ուսումնասիրություններ եւ արկա հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրության իրազեկվածությունը հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ առհասարակ շատ ցածր է, իսկ դատախազության մասին գիտելիքները հատկապես սահմանափակ է։ Ընդամենը 4.7% հարցվածները տեղեկացված են դրա հակակոռուպցիոն գործունեությունից եւ միաժամանակ հանրային ընկալումները բացասական են դատախազության կոռումպացվածության վերաբերյալ հարցվածների շուրջ 60%-ը համարում է, որ դատախազությունը ամբողջությամբ կամ մասամբ կոռումպացված է։ Ընդհանուր առմամբ Երբ որ խոսում ենք բողոքների քննության եւ կարգապահական պատասխանատվության մեխանիզմների մասին, դատախազությունում առկա են իրավականորեն ձևավորված եւ գործնականում կիրառվող մեխանիզմներ, բարեվարկության ապահովման ներքին մեխանիզմները կառուցված են համապարփակ իրավական կարգավորման վրա, որը ներառում է վարքագծի պարտադիր կանոններ, վերահսկողության հստակ համակարգ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության կիրառման ընթացակարգեր։ Միաժամանակ այս պահանջները համալրվում են շահերի բախման, նվերների սահմանափակման եւ անհամատեղելիության վերաբերյալ նորմերով, փոխկապակցված հանրային ծառայության մասին օրենքի կարգավորումներին։ Սակայն այն հանգամանքը, որ 21-ից 24 թվականների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել բարեվարկության վերաբերյալ, կարող է վկայել ոչ միայն համակարգի արդյունավետության, այլև որոշ դեպքերում վերահսկողության եւ վերահսկողության եւ բացահայտման մեխանիզմների սահմանափակ արդյունավետության մասին, ինչը ենթադրում է դրանց շարունակական կատարելագործման անհրաժեշտություն։ Անդրադառնալով դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործությունների հետապնդման չափանիշին, այստեղ նշենք, որ հիմք են հանդիսացել նույնպես 9 ցուցանիշներ, հասանելիությունը բողոքատուներին, տեղեկատուներին եւ ազդարարներին, արձագանքողականությունը կոռուպցիային առնչվող հաղորդումներին եւ բողոքներին, դատախազության նախաձեռնողականությունը, կոռուպցիային առնչվող արհեստավարժությունը, արդյունավետությունը, հետապնդումների եւ դատապարտումների ցուցանիշը, քաղաքական ազդեցություն ունեցող եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետապնդումների ցուցանիշը եւ փոխհատուցում ակտիվների վերադարձ եւ դատախազության կատարողականի ընկալում։ Միջինից ցածր միավորները հավաքել այս ցուցանիշների խումբը ապահովելով 18 առավելագույնից ընդամենը 8 միավոր, այսպիսով դատախազության հասանելիությունը բողոքատուներին, տեղեկատվություն ներկայացնողներին եւ ազդարարողներին ապահովվել է դատախազության կայքի, էլեկտրոնային փոստի, Facebook-յան էջի, հեռախոսահամարի կամ նամակների տեսքով։ Միևնույն ժամանակ դատախազությունը չունի թեժգից, հետադարձ կապի առցանց գործիք կամ անանուն հաղորդումների ընդունման առանձին մեխանիզմ, բացառությամբ Ազդարիր հարթակի, որով բոլոր մարմիններին առնչվող անանուն հաղորդումները հասցեագրվում են գլխավոր դատախազությանը։ Այսպիսով, օրինակ, ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 24 թվականին ստացվել է 380 հաղորդում, որից 301-ը եղել են անանուն, իսկ 79-ը տվյալներում ներկայացված։ Այսինքն ազդարարողների եւ բողոքների միայն փոքր մասն է պատրաստական եղել բացահայտել իր ինքնությունը, ուրեմն ստորագրված հաղորդումների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 25%։ Չնայած ազդարարման համակարգի օրենսդրության առկայությանը, գործնական տվյալները վկայում են, որ ազդարարների մեծամասնությունը շարունակում է նախընտրել անանուն հաղորդումները։ Սա մատնանշում է ինչպես դատախազության, այնպես էլ առհասարակ պետական մարմինների նկատմամբ սահմանափակ վստահության, ազդարարների պաշտպանության գործնական մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ ընկալման պակասի մասին։
Քաղաքացիների դիմում բողոքներին, տեղեկատվություն ներկայացողներին եւ լրատվամիջոցների հրապարակումներին արձագանքողականության տեսանկյունից բավականին արդյունավետ է գործում դատախազությունը, միջինում 21-ից 24 թվականին 98% է կազմել արձագանքողականությունը, թեև դիմում բողոքների քանակը եւ կոռուպցիոն հաղորդումները պահպանվում են բարձր մակարդակով, դրանց զգալի մասը լուծվում է պարզաբանման, մերժման կամ այլ մարմիններին փոխանցման միջոցով։ Այստեղ շատ կարևոր է նախաձեռնողականության չափանիշը, որը ուրեմն ցույց է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում իրականացված ուսումնասիրությունների գերակշիռ մասը մեկնարկել է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Սեփական նախաձեռնությամբ մեկնարկել է ընդամենը ուրեմն 24 թվականին ընդամենը 7 ուսումնասիրություն, այսինքն 4.29% ընդհանուր ուսումնասիրություններից, իսկ 23 թվականին նախաձեռնողականությունը կազմել է 11%, 22-ին 2.5%։ Ուրեմն այսպիսով միջինացված նախաձեռնողականությունը նշված վարչության կազմել է շուրջ 4.4%, ինչը վկայում է, որ ուսումնասիրությունների 95-ից 100%-ը մեկնարկում են արտաքին ազդակների վրա եւ վարչության գործունեությունը կրում է ռեակտիվ, այլ ոչ թե պրոակտիվ բնույթ։ Ինչ վերաբերվում է հակակոռուպցիոն կոմիտեում միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը, այստեղ վերջին տարիներին նախաձեռնողական աճ է դիտվում, այսպես եթե 22 թվականի նախաձեռնողականության մակարդակը կազմել է 6.3%, 24 թվականին արդեն շուրջ 21% է կազմել նախաձեռնողականությունը, սակայն չնայած որ թվերը քառապատիկ աճել են, միջինացված նախաձեռնողականությունը շարունակում է մնալ համեմատաբար ցածր, մոտ 13.3%։ Դատախազության արդյունավետությունը եւ արհեստավարժությունը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործով։ Նշեմ, որ արդյունավետությունը գնահատվել է կոռուպցիոն վարույթների հսկողության միջին ժամկետի հաշվարկով, իսկ արհեստավարժությունը հաջողությամբ նախաձեռնված կոռուպցիոն հետապնդումների եւ դատապարտված անձանց հարաբերակցությամբ։ Եվ ուրեմն արդյունքները ցույց են տալիս, որ 22 թվականին պայմանական միջին ակտիվության ցուցանիշը կազմել է 26.2 օր, 23-ին մոտ շուրջ 40 օր եւ 24 թվականին 32 օր։ Միաժամանակ նշենք, որ մեկ դատախազի վարույթում արկա վարույթի նյութերի միջինացված թիվը նույնպես աճ է գրանցել, հա, եթե 21 թվականին կազմել է 55 գործ, վարույթ 24-ին արդեն 90։ Սակայն պայմանական ակտիվության ցուցանիշը չի արտացոլում կոնկրետ վարույթների փաստացի տևողությունը, այլ ներկայացնում է միայն համեմատական գնահատական հիմնված գործերի քանակի եւ օրենքով սահմանված առավելագույն ժամկետների հարաբերակցության վրա։ Ուրեմն ինչ վերաբերվում է արհեստավարժությանը, այստեղ նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պայմանական արհեստավարժությունը կազմել է 36.3%, 24 թվականին, դա էլ նշենք։ Ինչ վերաբերվում է մյուս վարչությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը, արդյունավետության հարաբերական ցուցանիշը կազմել է 4.6%, 21 թվականին, իսկ 24 թվականին արդեն նույնպես աճ է գրանցել, կազմելով շուրջ 30%։ Չնայած դրան, ընթացքում 21-ից 24 թվականի ժամանակահատվածում վերականգնված վնասների ընդհանուր ուրեմն հարաբերակցությունը մնացել է ցածր մակարդակի վրա։ Դրա մասին ավելի մանրամասն կխոսենք փոխհատուցման եւ ակտիվների վերականգնման շրջանակներում։ Այստեղ հաջորդ ցուցանիշը վերաբերվում է հետապնդումների միջին մակարդակին, որը նույնպես